Բարև ձեզ բարեկամներ, այսօր ուզում եմ խոսել ուրեմն մի օրենքի մասին, ճիշտ օրենքի պլանների մասին, որոնք ծագել են իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչների գլուխներում։ Նախքան թեմային անցնելը խնդրում եմ բաժանորդագրվել ալիքին, հավանել տեսանյութը եւ նաեւ բովանդակության մասին կիսվել ձեր մեկնաբանություններով։ Ուրեմն ինչ է առաջարկում քաղաքացիական պայմանագիր կուսակցության խմբակցության պատգամավոր Լիլի Մինասյանը։ Կարճ նայենք այդ տեսանյութը եւ շարժվենք առաջ։ Որ մենք պետք է օրենսդրական մեխանիզմով արգելենք լիազորված մարմնից հետո, եթե օրինակ լիազորված մարմինը հայտարարում է, որ նման բան տեղի չի ունեցել, այդ լուրերը տիրաժավորելը եւ պատասխանատվության ենթարկենք լրատվամիջոցներին, օրինակ, որոնք որ շարունակում են այդ լուրերը տարածել։ Կարող ենք համատեղ աշխատել դրա շուրջ, մենք դեմ։ Ուրեմն փաստացի առաջարկում են ստեղծել օրենք, որ Պաշտպանության նախարարության հերքումներին, տեսակետներին, հայտարարություններին, հակասության մեջ եղող ուրեմն խոսքի համար լրատվամիջոցներին եւ նաեւ քաղաքացիներին, որտեղ եթե մի բանը վերաբերում է լրատվամիջոցներին, դա նաեւ վստահաբար կվերաբերվի նաեւ քաղաքացիներին։ Ենթարկել պատասխանատվության, թե ինչ պատասխանատվության մասին է խոսքը, դեռևս հայտնի չէ, բայց դատելով այս իշխանության ունեցած, այսպես ասած, փորձից շատ հնարավոր է նաեւ քրեական պատասխանատվության մասին լինի խոսքը։ Ուրեմն ես որպես լրագրող եւ որպես նաեւ իրավաբան կուզեի անդրադառնալ այս հարցին, թե լրագրողական տեսանկյունից եւ թե իրավական տեսանկյունից։ Նախ լրագրողական տեսանկյունից մենք հիշում ենք, որ Պաշտպանության նախարարությունը այսպես ասած լկտի սուտ ձևակերպման հեղինակն է, որը հանրության շրջանում այսպես ծաղրի եւ հումորի առարկա էր դարձել։ Կհիշեք, երբ Պաշտպանության նախարարությունը հերքում էր մամուլի հրապարակումները, դրանք անվանելով լկտի սուտ, բայց որոշ ժամանակ հետո պարզվում էր, որ այդ հրապարակումները լավ էլ ճշմարտություն են։ Եվ այդպիսի դեպքերը շատ են, կհիշեք, երբ զինվորներին էին ծեծում, ՊՆ-ն հերքում էր, հետո տեսանյութ հայտնվեց եւ այլն, բայց ինձ համար ամենա այսպես ցցուն օրինակները երեքն են, երբ Արծրուն Հովհաննիսյանը չէր հերքում, որ Գետաշենն են գրավել, իսկ չհերքելը ինչ որ առումով հաստատել է, երբ ադրբեջանցիները մի կնոջ էին ուրեմն գերեվարել, ով ադրբեջանցիներին հրավիրում էր Արցախ, ասում էին, թե իբր այդ կինը դերասան է, բայց հետո պարզվեց, որ իրականում գերեվարված է եւ ազգությամբ հայ է, եւ նմանատիպ բազմաթիվ դեպքեր, վերջինը իհարկե Արման Թաթոյանի հրապարակումն էր։ Այսինքն Պաշտպանության նախարարությունը ամենաշատը հանրությանը պաշտոնական ստով կերակրած ուրեմն պետական գերատեսչությունն է։ Հաջորդիվ խոսեմ Լիլի Մինասյան պատգամավորի մասին։ Այս անձը ինձ մոտ տպավորվել է դեռևս 2018 թվականին իր առած մի գրառմամբ, երբ կոչ էր անում ուրեմն dislike դնել լրատվամիջոցներից մեկի ուրեմն Facebook-յան էջին, սպառնալով, որ այդ լրատվամիջոցի հարցերը հետո կլուծեն։ Այսինքն այս մարդը ինչ որ սևեռվածություն ունի լրատվամիջոցների դեմ, ինչ որ իրեն առաքելություն է վերապահել, պայքարել լրատվամիջոցների դեմ, ինչ որ անհասկանալի դիկտատորական հակումներ ունի եւ մշտապես այսպես հանդես է գալիս ինչ որ բանի հետ կապված, այն դեպքում, երբ ինքը չունի բացարձակ մասնագիտական որևէ կոմպետենտություն, ասենք նման կարևորագույն իրավական հարցերի մասին խոսած, որտեղ խոսքի ազատության սահմանափակումը, այսպես ասած, խաղաղ բառ չէ, հա, միջազգային իրավունքը շատ ամուր կերպով է պաշտպանում խոսքի ազատության իրավունքը։ Հիմա անդրադառնամ հարցի իրավական մասին։ Այո, խոսքի ազատությունը բացարձակ իրավունք չէ եւ ենթակա է սահմանափակման, բայց ինչ պետք է լինի։ Պետք է այդ սահմանափակումը, այդ միջամտությունը խոսքի ազատության իրավունքին համապատասխանի 3 կրիտերիաների։
Առաջինը միջամտությունը պետք է սահմանված լինի օրենքով։ Իրենք փորձում են սահմանել օրենքով, բայց դա բավարար չէ։ Պետք է համաչափ լինի իրավաչափ նպատակին։ Որն է Պաշտպանության նախարարության նպատակը։ Պաշտպանության նախարարության նպատակը այլ կարծիք պարզապես թույլ չտալն է, որը չի կարող լինել իրավաչափ նպատակ։ Այսինքն իրենք չեն կարող հիմնավորել, թե ինչու են փորձում սահմանափակել այդ խոսքը։ Օրինակ պետական ռազմական գաղտնիքը չբացահայտելու պարագայում հայտնի է այդ իրավաչափ նպատակը, խոսքը պետության անվտանգության մասին է։ Բայց Պաշտպանության նախարարությունը եթե հրապարակում է մի բան կամ հերքում է մի բան եւ հետո որևէ մեկը դրան հակասող տեղեկություն է հրապարակում հիմնավորելով դրանք փաստերով, այս պարագայում Պաշտպանության նախարարությունը չի կարող հիմնավորել իր նպատակի իրավաչափությունը։ Եվ երրորդ կրիտերիան պետք է նման սահմանափակումը անհրաժեշտ լինի ժողովրդավարական հասարակությանը։ Տվյալ պարագայում նման սահմանափակումը որևէ կերպ չի կարող տեղավորվել ժողովրդավարական հասարակության ձևակերպման տրամաբանության մեջ եւ հետեւաբար մենք գործ ունենք հերթական հակաիրավական օրենքի հետ, որտեղ նման հակաիրավական օրենքներ շատ են եղել, մեկ օրինակ այդ պաշտոնյաներին ծանր վիրավորանքի համար քրեական պատասխանատվության ենթարկելը, որը ըստ էության չվերացավ, ուղղակի հիմա բան են անում, փաթեթավորում են խուլիգանության հանցակազմի ներքո։ Այսքանն էր ասածս, այսինքն մենք գործ ունենք մի հատ խայտառակ իրավիճակի հետ, երբ Պաշտպանության նախարարությունը հանրությունից թաքցնում է նրա համար կենսական նշանակություն ունեցող տեղեկատվություն եւ փորձում է լռեցնել այն մարդկանց, ովքեր հանրությանը փորձում են տալ այլընտրանքային իրական տեղեկատվություն։ Այսինքն 44 օրյա պատերազմի հաղթելու ենք այդ խայտառակ բառակապակցության տրամաբանությունը շարունակվում է մինչ այժմ։ Այսքանը կրկին խնդրում եմ բաժանորդագրվել ալիքին, գրել ձեր մեկնաբանությունը, գրել ձեր կարծիքը, շնորհակալ եմ։